Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճկնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այսօր ես զրուցել եմ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի հետ, Վարդոս Պարմարքյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մարգարյան, մենք ըստ էության արդեն ընտրության ինչ-որ ավարտուն տեսք ունենք եւ մենք կարող ենք որոշ եզրահանգումներ անել, չնայած համանդրական դատարանը դեռ քննելու հարց ունի, բայց դե պատկերը մեծ մասամբ հասկանալի է։ Ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակը, խնդրեմ։ Անկեղծ ակնկալիքները այլ էր, այսինքն իմ պատկերացումը, այսինքն ես երկար ճանապարհ եկել եմ իսկապես տոնելու, այսինքն գոնե ես անգամ տոնելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռանալը, բայց դա դե չստացվեց։ Հիմա դե բոլորս էլ գիտենք, որ Նիկոլը ճանապարհով գնալու, այսինքն շատ պետք է ասած մանկամտություն պետք է լիներ պատկերացնել, որ Նիկոլը արդար ընտրություններ է կազմակերպելու, մանդատ չի գողանալու, ձայն չի գողանալու, թվեր չի նկարելու, բայց դե այս մակարդակի ապօրինություններ կարծում եմ որից է մեկը կամ այս մակարդակի հասցնել մի քիչ այդպես ասած ակնկալիքներից հեռու էր, բայց հիմա ամեն դեպքում ունենք այնինչ որ ունենք, ցավոք սրտի հնարավոր չեղավ գոնե այս փուլում Նիկոլ Փաշինյանին հեռացնել կամ իշխանությունը վերցնել, բայց հիմա եթե ասենք որոշակի հաջողություններ այս փուլում կա, այսինքն հենց այն պահվածքը, որ ինքը ցուցաբերում ընտրություններից հետո այդ հիստերիկ վիճակը, որ իր մոտ գոյություն ունի, կամ ԿՊԱ-կաների մոտ գոյություն ունի, շատ պարզ վկայում է այն մարդու մասին, որ ինքն էլ հասկանում է, որ համոզիչ հաղթանակ չի տարել, մեկ այստեղ խնդիր կա, եւ սա այն հաղթանակը չէր, որ իրեն անհրաժեշտ էր։ Ինքը կարծեմ իր առջև առաջադրանք էր դրված անպայման ունենալ, ասենք մի 75%-անոց ձայն, որ հետո պիտի օգներ, ասենք հանրաքվեի, համանդրության հանրաքվեի կապակցությամբ, բայց դե ընդդիմության աշխատանքի շնորհիվ կամ բերած ձայների շնորհիվ առնվազն դա այս փուլում իրեն չի հաջողել, ինքը այդ հարցում լուրջ խնդիրներ է ունենալու, թեև իշխանությունը վերցնելու է, բայց այդ իշխանությունը հիմա լուրջ լեգիտիմության հարց ունի, կարծեմ աննախադեպ երևույթ է, որ ասենք 7 քաղաքական ուժեր, եթե չեմ սխալվում, որոնք մասնակցել էին ազգային ժողովի ընտրություններին, միասին դիմում են սահմանադրական դատարան եւ խնդիրներ այնտեղ գոյություն ունի։ Հիմա նախկինում էր եղել է սահմանադրական դատարան դիմելը, բայց մեկ կամ երկու ուժ է դիմել, մյուսներն ընդունել են, բայց այս փուլում տեսնում ենք թվով որ մասնակցել են, սա լուրջ խոսում է լեգիտիմության բացակայության մասին, որտեվ հիմա ձայներ են, որ նայում եք, օրինակ համար ընդդիմության այն հատվածը, որ ավելի վերևում է կանգնած, տարբերությունը մյուսներից բավական խոշոր է, այսինքն նրանք որ խնդիր են դնում ընտրությունների լեգիտիմության հարցի կապակցությամբ։ Վերջին հաշվով եթե նայում ենք Նիկոլայը 720,000 մոտավոր ձայն է կարողացել շահել, նախկինի համեմատությամբ ավելի շատ, բայց ընդդիմության կողմը, եթե ուզենանք ընդհանուր ընդդիմությանն են նայենք, այն էլ մոտավորապես ասենք 500,000-ի շուրջ ձայն է հավաքել, այսինքն պատկերը ամեն դեպքում 2021 թվականի համեմատությամբ փոխվել է, ձևավորվող նոր ազգային ժողովը լրիվորեն տարբեր է լինելու, եթե չեմ սխալվում, ընդդիմությունը ավելի թվով շատ մանդատներ է ունենալու, իշխանությունը ավելի քիչ մանդատներ է ունենալու, եթե չեմ սխալվում համեմատ անցած նստաշրջանի, սրանք բոլոր ընդհանրության մեջ կարծում եմ խոսում եմ մասին, որ լուրջ խնդիրներ լինելու են։ Հիմա իմ մոտ այնպիսի զգացմունք կա, որ չի կարելի ամեն ինչը դեռ ավարտված ավարտել, ես կարծում եմ ինչ-որ գործընթացներ առջևում դեռ կա, ինչ կլինի, չգիտեմ, պետք է սպասենք հիմա գոնե համանդրական դատարանի որոշմանը, բայց հետո ինչ կլինի արդեն անակնկալ բան սպասում եք համանդրական դատարանից։ Ի վերջո համանդրական դատարանի կազմը մեծապես փոխվել է։ Տեսեք, այն որ ընդդիմության օգտին վճիր կայացնի եւ ասին դիմությունը ճիշտ ասում, պետք է մի քանի տարածքներում վերակվարկություն կատարվի, ես դժվար եմ տեսնում հիմա ամեն դեպքում այն հայտարարությունը, որ Վագն Հովակիմյանը արեց Կենտրոնական Տրական հանձնաժողովի նախագահը, հաստատ իր ուղեղից դուրս եկածը չի, որտեղ չեմ կարող պատկերացնել դա իր ուղեղի արտադրանք պետք է լիներ։ Ամեն դեպքում դրսից գրված իր արժև դրված արտարացումներ էին այդ որոշման համար, որ ինքը տվեց։ Ամեն դեպքում համանդրական դատարանը չեմ կարծում գալու է հիմա այդ ամենի դեմ ինչ որ բան է գնալու։ Գուցե մի ինչ որ այդպես հավանականությամբ
նկատի առնելով որ Նիկոլ Փաշինյանն էր գոհ այս ընտրությունների արդյունքներից հիմա փորձի ես ինչ գիտեմ ընտրությունների ընդհանուր արդյունքները չեղարկումը մի տեսակ իրեն ժողովրդավար ցույց տալու այդպիսի փորձի տպավորություն ստեղծել համանդրական դատարանը չեղարկի ընտրությունները նոր վերընտրություն ընդհանուր քվարկություն նշանակի բայց մինչ այդ Նիկոլ Փաշինյանը արդեն կդիմի ես ինչ գիտեմ ընտրուց օրենքների փոփոխության, կսահմանափակի ընդդիմության մասնակցության հնարավորությունը եւ կփորձի արդեն ստանալ այն ինչ որ այս ընտրությունների ժամանակ չի ստացել։ Տեսեք, պարոն Մարկյան, դուք նշեցիք, որ 7 ուժեր դիմել են, բայց տպավորություն չստեղծի, թե միասին են դիմել, այդ ուժերը առանձին դիմումներ են ներկայացրել եւ հետաքրքիր է, որ սա նաեւ աննախադեպ է ոչ միայն այն իմաստով, որ ընտրությանը մասնակցած 7 ուժ վիճարկում է ընտրության արդյունքները, այլ նաեւ աննախադեպ է այն իմաստով, որ դիմողներից առնվազն մի ուժ, թե 1-2 ուժ վիճարկում են ընդդիմության ստացած ձայները, այսինքն ընտրությունները անվավեր են իրենք ճանաչում, քանի որ ընդդիմությունը իրենց բնդբամ կեղծիքներ է արել, ընտրակաշարք է բաժանել։ Մյուս կողմից կա նաև իշխանությունը, որը չի դիմել համանդրական դատարան, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ընդդիմության ձայները դրանք կաշառքով գնված ձայներ են։ Ըստ էության որևէ կողմ գոհ չէ ընտրության արդյունքից։ Չնայած ձեր խոսքում ասացիք, բայց արդյոք սա վստահություն պիտի տա, որ Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների։ Թե երբ դա հարց է, բայց որ իրենք էլ այս խորհրդանի լեգիտիմության հետ առնվազն խնդիր ունեն, ակնհայտ է։ Ես չեմ կարծում այս ազգային ժողովը երկար կյանք ունենալու, այսինքն այդպեսի տպավորություն կա։ Բայց ամեն դեպքում հիմա կամ այս ընտրությունների արդյունքները կփորձի ինչ-որ կերպով գուցե չեղարկել, հիմա համանդրական դատարանի միջոցով գուցե դա անի, այսինքն պատասխանատվությունը իր վրա չվերցնելու, ամեն դեպքում ինքը իշխանությունը հաղթած է, իմաստ չկա հաղթած ուժը գնա ընտրությունները չեղարկելու։ Բայց հենց այդ խոսույթը, որ իրենք տարածում են ընտրակաշարք, սրանք աննպատակ չի, բնականաբար փորձում են դրանից ինչ-որ հետո եզրակացությունների հանգել, հետագայում ինչ-որ հիմք ստեղծել իրենց հետագա քայլերի համար։ Բայց արտահերթի հնարավորություն էլ չի բացառվում, ամեն դեպքում դա էլ կարող է լինել, ինչ որ փուլում, ամեն դեպքում դուք էլ գիտեք, որ Ալիևի կողմից պարտադրանքներ դրված է դիմաց Հաջևի այցը պատահաբար չէր ընտրություններից հետո համանդրական հարակվեի խնդիր կա դրված եւ այս վիճակով որ իրենք ունեն այս փուլում համանդրական հարակվեն շատ կարծում եմ կարելի է գուշակել որ չի անցնելու այսինքն այս պատկերով ընտրություններ կազմակերպելու հետաբար մինչ այդ պիտի ինչ-որ բաներ տեղի ունենա որ հիմք ստեղծի երաշխավորված կերպով համանդրությունը փոխելու որպեսզի Ալիևի պահանջը կատարի այդ ամենը եթե բերում ենք հանրագումար ենք բերում ես կարծում եմ ինչ-որ գործընթացներ արժևում կան Կարծում եմ պիտի մի քիչ համբերատար լինենք։ Հիմա դուք ասացիք համանդրական դատարան տարբեր ուժեր դիմել են, տարբեր միասին չեն դիմել, առանձին են դիմել, բայց այդ չեն սխալվում համանդրական դատարանը բոլորը մեկտեղել է մեկ վարույթի մեջ այդտեղ այդպես է քննելու եւ հիմա սպասենք տեսենք ինչ կլինի, կարծում եմ 15 օր պետք է մի քիչ համբերատար լինենք, սպասենք 15-20 օր արդյունքներ բարձվի, տեսենք ինչ կլինի։ Շատ լավ, ինչպես է գնահատում ընդդիմության աշխատանքը, որովհետեւ այնուամենայնիվ օրինակ հիմա հարցեր կան ընդդիմությանը, ասում են լավ, քանի անգամ կարելի է քաղաքական գործընթացների մասնակցել առանց պլան B-ի։ Ու ակնհայտ է, չէ՞ որ իմ հավաքական ընդդիմությունը պլան B չի ունեցել։ Երբ որ հիմա, ասենք, ընդդիմությունից արդեն քանի օր է անցել, գրեթե 2 շաբաթ մոտավորապես։ Այո, գրեթե 2 շաբաթ անցել է, ընդդիմությունը չգիտի ինքը ինչ է անելու, բացի նրանից, որ համանդրական դատարան են դիմել։ Ես համաձայն չեմ, չգիտի ինչ անում, այսինքն չեմ կարող պատկերացնել, օրինակի համար եմ ասում, հենց ձեր քաղաքական ուժը, որին դուք մաս եք կազմում, օրինակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատկերացնում հետո ինչ անում, ես դա բացառում եմ, հաստատ ինչ-որ բաներ կա, ամեն դեպքում հավաքական ընդդիմություն։ Հիմա ես դրան կանդրադառնամ։ Ամեն դեպքում կա ինչ-որ համանդրակ օրենքով սահմանված դեր իրավական գործընթաց փուլեր, որոնք պետք է անցկացնես, եթե դրանք չանցկացնելով ես գնում ինչ-որ գործընթացնի, արդեն համանդրությունից դուրս ես աշխատում, Նիկոլ Փաշինյանին իրավունք է տալիս, որպեսզի քո դեմ սկսի արդեն բռնություններ գործադրել, դե արդեն գիտենք իր պահվածքը ինչպես է լինելու։ Հետաբար ես կարծում եմ պետք է սպառել բոլոր այդ հնարավորությունները, որ օրենքը եւ համանդրությունը մեզ տվել է, եւ գուցե պլան B դրանից հետո մենք տեսնենք ինչա կատարվում։ Ընդդիմության մասին եթե խոսում ենք հիմա հավաքական ընդդիմությունը այդպես գուցե պատկերացում եք քիչ տարբեր է իր պահվածքը, բայց ես սիրում եմ առանձին խոսել, որտեղ ամեն դեպքում թեև ընդդիմություն ենք ասում, բայց այդ ընդդիմությունը տարբեր հատվածներից է բաղկացած, ուժեղ Հայաստան, Դաշինք, Բարգավաճ Հայաստան եւ արդեն դրանից հետո հիմա միասնության թևեր եւ մյուսները այդպես գնանք առաջ տարբերվում են դրանք իրարից։ Եթե առանձին նայենք, օրինակ Հայաստան Դաշինքից ստեղծեմ, որի աջակիցներից ես եղել եմ, ես դուք էլ ցուցակում եղել եք, ես կարծում եմ ամենահաջող քարոզարշավներից մեկ Հայաստան Դաշինք ունեցավ։
առանց այսպես ասած պոպուլիզմի մակարդակի իշխելու ամբողջավարության շատ հստակ ծրագրերով քաղաքական ժողովրդի հետ շփվելով փորձեց իր ծրագրերը ներկայացնել եւ մոտավորապես շահեց հենց այնքան էլ որ ակնկալում ենք մի քիչ ավելի ցած նկատի առնելով այդ բոլոր ապօրինությունները որ տեղի են ունենում։ Իդեպ հիշենք որ նույն Հայաստան Դաշինքի դեմ եւ առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի դեմ արդեն 1.5 տարի առաջվանից ժողովրդի մեջ ինչ-որ շրջանակներ, քայլեր էին սկսել ձեռնարկել, ժողովրդին ապակողնորոշելու բացասական քարոզություն տանելու եւ անշուշտ դրանք անազդեցիկ չեն եղել ձայների վրա։ Հիմա պատկերացեք ընդդիմության այդ հատվածը թե իրեն կոռեկտ բահեր, հասկանար որ ամեն դեպքում կարիք կա Ռոբերտ Քոչարյանի նաեւ հավաքած ձայների, չգնար այդ ճանապարհով, Հայաստան Դաշինքը 9.18%-ի փոխարեն հավաքել ասենք 14-15% ձայն, հիմա մենք լրիվորեն այլ պատկերով ազգային ժողով կարող ենք ունենալ։ Ուժեղ Հայաստանն էլ ես կարծում եմ շատ լավ մեկնարկ ունեցավ, այսինքն այն ժամանակ որ եկեղեցու դեմ արշավը սկսվեց, մեր ձևով շարժումներ, բայց հետո մի տեսակ կարծում եմ սկսեց շեղվել գոնե իմ պատկերացումը մի քիչ ավելի շատներ, ակնկալիքներս իրենցից ավելի շատներ, բայց դե սկսեց իջնել մի քիչ էժան պոպուլիզմի մակարդակի եւ ամեն դեպքում այդ մի քիչ մեծ ամտություն ունենալը դրանք կարծում եմ ամեն դեպքում խանգարում է, երբ որ դու քեզ 100%-անոց հաղթած ես համարում, մեծ ամտանում ես հարցում, շատ բաներ ես սկսում կորցնել եւ ժողովուրդն էլ ամեն դեպքում դրանք տեսնում է։ Բարգավաճ Հայաստանը գնաց հենց այն ճանապարհով որ սկսվել էր, այսինքն նույն այդպես կայլացել նույն գծով որ ստեղծեց հենց այդպես էլ մոտապես ավարտեց։ Հիմա եթե իր մանդատները գողացած չլինեին, մոտավորապես հենց այդքան ձայներ որ իրենից ակնկալում են մի որոշ տոկոս է ապօրինությունները նկատի առնելով նվազ կարելի է լինել։ Բայց հիմա անդիմության մեջ կային ուժեր, որոնք կարող էին նաև չմասնակցել, որտեղ բոլոր սոցհարցումները ցույց էին տալիս, որ իրենք մեկ աշեմը չեն անցնելու, ձայն չեն բերելու, ձայներ են փոշիացնելու, եւ տեսանք իրականության մեջ հենց այդպես էլ եղավ, այսինքն օրինակի համար ՀԱԿ-ի մասնակցությունը իմանալով հանդերձ, որ իրենք նախորդ բոլոր ազգային ժողովների ընտրություններին մասնակցել են, ամեն դեպքում տվյալները կան, հրաշ չէր պատահելու այս անգամ, որ ասենք իրենց, ես իշխեմ կես տոկոսները միանգամից այս անգամ դառնալու էր 3-4% եւ շեմն անցնելուն։ Հաստատ էր որ չէին անցնելու, բայց գնացին, մասնակցեցին, ձայներ փոշիացրեցին։ Արման Թաթոյանի ուժը սկզբից հասկանալի էր, որ ամեն դեպքում չէին կարողանալու շեմ անցնել, բայց որոշակի խոշոր տոկոսով իրենք ամենաշատ ձայն փոշիացնողը դարձան այս գործընթացների մեջ։ Հիմա այդ ձայները հիմա պատկասեք իրենք հիմա չտային Ռոբերտ Քոչարյանի բերեին միացնային ասենք ուժեղ Հայաստանին, բավական բան փոխված կլիներ ընդդիմության շարքերում։ Եվ այդպես հիմա գնանք առաջ մյուսների պարագայներ կարելի է մոտավորապես նույն ասել։ Ես կարծում եմ, եթե պարտություն եղել է հիմա ամբողջ բոլորի կատարած աշխատանքի սխալն է եղել։ Եվ մի շատ կարևոր գործոն ես կարծում եմ մենք կարևոր է նկատի առնենք, թեև փորձ կատարվեց, որ ժողովրդային ավելի ինչքան հնարավոր է առավելագույն մասնակցություն ապահովել ընտրություններին եւ հայմատաբար մասնակցությունը ավելի լավ էր հայմատ նախորդ 2018 եւ 2021 թվականի ընտրություններին, բայց ես կարծում եմ այն չէր որ մենք ակնկալում ենք, այսինքն այդ 50 մի քանի տոկոս մասնակցության փոխարեն հիմա պատկերացեք մասնակցությունը լիներ ասենք 65%, հաստատ ընդդիմության կողմը շատ ավելի տաբետ է, այն ժողովուրդը որ չի մասնակցել, խոշոր տոկոս հենց ընդդիմության ձայն տվող հնարքվածն է եղել, որ կրկին մնացել է անտարբեր, չի մասնակցել ընտրություններին եւ մի խոշոր հատվածը չի մասնակցել, որտեվ ամբողջ 1.5 տարի դուք էլ գիտեք, ես էլ գիտեմ ովքեր փորձեցին ժողովրդին համոզել, որ Նիկոլին ընտրություններով չի կարելի հեռացնել, անիմաստ է Նիկոլի հետ ընտրությունների գնալը, մեկը Նիկոլ ընտրություններ է կեղծելու, իբր թե մենք չգիտենք այդ ամբողջը տեղի ունենալու եւ ժողովրդի մի խոշոր հատված էլի մնաց տանը չմասնակցեց ընտրությունների եւ այդ չմասնակցելով ամեն դեպքում եղավ այն որ ունենք եւ նաեւ դրանց մեղքը բավական մեծ եմ համարում այս կապակցությամբ։ Ստեղծած իրավիճակում երբ ամեն անգամ օգտագործվում հավաքական ընդդիմություն տերմինը եւ փորձվում է այդ հավաքական ընդդիմության տակ հասկանալ մի շահ, մի քաղաքական նպատակ, հա, արդյոք այդ ճիշտ է այդ մոտեցումը, որովհետև ես այդ տերմինը եւ այդ մոտեցումը նմանեցնում եմ մոտեցումը եւ տարածաշրջանի մասին խոսելիս օրինակ օգտագործում են քուրդ ժողովուրդ տերմինը ենթադրելով որ բոլոր քրդերը ունեն նույն նպատակը եւ բոլոր քրդերը ջանքերը համադրելու են, այսինքն տարբեր ուղղությամբ չեն, այնինչ իրականությունն այն է որ կան տարբեր նպատակներ ունեցող, տարբեր շահերի դաշտում գտնվող քրդական շրջանակներ եւ այդ ժողովուրդը չի կարողանում իր խնդիրը լուծել, որովհետեւ մի նպատակ չունի։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ ասում ենք հավաքական ընդդիմություն, արդյոք մենք հանրությանը մեծ մասով մոլորության մեջ չենք գցում, երբ տարբեր նպատակներ ունեցող
եւ տարբեր շահեր ունեցող ընդդիմադիր ուժերին մեծ կամ փոքր բերում ենք մի դաշտ, ժողովրդին ասում ենք այս բոլորը ունեն մի նպատակ։ Նպատակ ասելով եթե Նիկոլին հեռացնեն ամեն դեպքում բոլորն են դա դնում են որպես իրենց նպատակ։ Եթե գիտեք դուք էլ արդեն բավական ամիսներ առաջվանից գոնե դաշնակցությունը ես գիտեմ եւ Հայաստան դաշնակցությունը փորձ կատարեցին քաղաքական ուժերի հետ շուրջ այդ հանդիպումներ ունենալ Նիկոլին հեռացնելու գաղափարի շուրջ համախմբում ստեղծել։ Ամեն դեպքում այդ գաղափարը բոլորն են ունեին, ովքեր մասնակցում էին ընտրությունների, իրենց նպատակն էր, որ ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Բայց եթե խոսքը համախմբումը մեկ անձի շուրջ, մեկ քաղաքական ուժի շուրջ է, մեր հայաստանյան իրականություն նկատի առնելով դա բացառված է, այդպիսի բան չի լինելու։ Ես կարծում եմ դա սխալ պես ասած օրակարգ է, որը բերվում է եւ բացասական ազդեցություն է գործում, քանի որ բնականաբար, քանի որ դա տեղի չի ունենալու ամեն դեպքում եւ դրա տեղի չունենալը հետո փորձ է կատարվելու վերագրել ինչ-որ քաղաքական ուժերի, որոնք հասկանալով որ դա անիմաստ մի բան է, չեն միանում դրան։ Հիմա եթե հիշեք, սկզբում այդպիսի շարժում ստեղծել Ռոբերտ Քոչարյանը չմասնակցի, մյուսները չմասնակցեն, մեկ անձի շուրջ մասնակցենք, հավաքական մեկ ճակատով գնանք, որ բոլորս էլ գիտենք այդպիսի բան տեղի չէր ունենալու, դա շատ ավելի հեշտ էր լինելու դրա չեզոքացնելը Նիկոլ Փաշինյանի համար։ Հիմա հետ ընտրական փուլում խոսվում օրինակ ուժեղ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ինքը փորձում է համախմբել, համախմբում ստեղծել, բայց եթե համախմբում պետք է ստեղծել, ես կարծում եմ պետք է լինի, այսպես ասած, նպատակի եւ գաղափարի շուրջ։ Բոլորը պետք է հասկանան, որ գաղափարը հիմնականում մեկն է եւ դա այս իշխանություններից ձերբազատվելը պետք է լինի։ Բայց ամեն դեպքում պիտի նաեւ հասկանանք, որ այդ համախմբումը առաջնորդի կարիք ունի, այսինքն կարիք ունենք այդպես մի կերպարի, որը կկարողանա դա անել։ Մեր իրականության մեջ ցավոք սրտի դա չի ստացվում է, այսինքն 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի հաջողության գաղտնիքներից մեկն էլ դա էր, որ բեմը ուրիշ մեկի հետ չկիսեց։ Եթե հիշեք, թույլ չէին տալիս որևէ մեկը իր հետ բեմ բարձրանա, քանի որ գիտեին, որ դրանից հետո գալու են եւ սկսելու են իրենց բաժին ուզել եւ դա իրեն դեռնտու չէր։ Եվ տեսանք ինչպես են օրինակ Զարուհի Պոստանյանին վերևից իջեցնում, դա միկրոֆոն չէին տալիս։ Դա իր կատվում հաջողության գաղտնիքներից մեկն է։ Ամեն դեպքում պետք է ինչ-որ անձի ներկայությունը, բայց այս փուլում կարծում եմ ավելի անհրաժեշտ է գաղափարն է, որի շուրջ պետք է փորձել համախմբում ստեղծել։ Հիմա գոնե եթե ինձ հարցնեի, ես կասեի, եթե խելացի լիներ ընդդիմությունը, կարող հասկանար, որ իսկապես ինչպեսի ճգնաժամային վիճակի մեջ ենք կանգնում, բոլոր այն ուժերը, որ 1.5 տարի փորձեցին օրինակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարվածել, կգային կկանգնեին նախագահի կողքին, կփորձեին գոնե ժամանակավորապես այդ համախմբումը ձևավորել, որտեվ հիմա բոլորս էլ կարող ենք հասկանալ այս իրավիճակում, որ կա տեսնում ենք արդեն ընտրություններից հետո մթնոլորտը որ կա, ամեն դեպքում ամեն մարդ չի որ կարող է այս իրավիճակից Հայաստանը դուրս բերել, հիմա շատերը կարող են հավակնություններ անել, բայց կարիք կա կարող ուժի, փորձառություն ունեցող ուժի եւ այդպիսի ուժեր Հայաստանում գրեթե չկան, այսինքն պատկերացմամբ գուցե միակ մեկը որ կարող է այս իրավիճակում դեռ գուցե ինչ-որ հույս ունենք որ կարող է ինչ-որ բան անի, ես կարծում եմ նախագահ Քոչարյանը։ Փաշինյանն ինքը հայտարարել էր, որ եթե սահմանադրական մեծամասնություն չհավաքեն, ապա պատերազմ կարող կլինի սեպտեմբերին եւ աղետալի պատերազմ։ Բայց սահմանադրական մեծամասնություն չունեն, որս լսում են խորհրդարանում իր ելույթը, կարծեք թե արդեն իսկ ակնարկում էր սպասվող խնդիրների մասին։ Տեսեք եւ խոսեց Հաջիևի այստեղ գալու մասին, ինչ-մեկ ազգային ժողովում ինչ ասաց, այստեղ էր որպեսի պատերազմի սպառնալիքը կարգավորեինք։ Հիմա այդ հայտարարությունը ինքը արել է այն ժամանակ, երբ ինքը արդեն ինչ մեծամասնություն աշան, ինքը այդպես էր ասում, որ եթե ընդդիմությունը ընտրվի պատերազմի սպառնալիքը, թե ասում էր, եթե փաստորեն հիմա ինքը սահմանադրական մեծամասնություն չստանանք պատերազմի։ Հիմա ամեն դեպքում հիմա ինքը մանդատագողության մասամբ դրան էլ կարողացել է հասնել, հիմա այս նոր ազգային ժողովում հիմա Բարգավաճ Հայաստանի մանդատները գողանալով ինքը մասամբ կարողանում է հիմա այդ խնդիրները լուծի, բայց տեսնում ենք էլի այդ սպառնալիքը խոսում է Հաջիևը եկել է որ այդ սպառնալիքը կարգավորի։ Մի տեսակ խոսում է այն մասին, որ իսկապես այդ ընդդիմության հաջողության կամ չհաջողության կամ ախտելու հետ կապված չէ այդ պատերազմի սպառնալիքը, ընդհանրապես այս ընտրությունների հետ կապված չի։ Սպառնալիքը գալիս է մեկ անձի գոյությունից, ով ղեկավարում է Հայաստանը, դա Նիկոլ Փաշինյանն է։ Մինչև այն ժամանակ, որ ինքը գոյություն ունի այդտեղ, այդ սպառնալիքը գոյություն ունի, սպառնալիքն էլ որտեղից է գալիս, որտեղ ինքը պայմանավորվածություններ ունի։ Պիտի պայմանավորվածությունները կատարի։ Իսկ եթե չկա այդպես ասած հնարավորություններ կամ պատկերացումներ, որ ինքը կարող է առաջիկա, ասենք, ամիսների ընթացքում այդ պարտադրանքները, այդ առաջադրանքները կատարել, բնականաբար արդեն աճում է սպառնալիքի պատերազմի սպառնալիքը, որի մասին արդեն ինքն էլ խոսում էր այդ մասին։ Եվ ես հիմա հույսով եմ, որ դա տեղի չունենա, բայց հիմա պահանջներ, եթե Ալիևը դրել է իր դիմաց չկատարի, մեկը Ալիևը փորձելու է դրանք բռնի ուժով դրանք ստանա, որտեղ ամեն դեպքում գիտի ում այդ գործ ունի, ինչ էլ որ ցանկանա Նիկոլը տալիս է եւ այս հավորում ենք։
Հասկանալի, շնորհակալ եմ։ Պարոն Մարկյան, Ես եմ հետաքրքիր շնորհակալ, զրույցի խնդրեմ։ համար ես շեշտում զրուցում եմ Ռոբերտ Մարկելյանի հետ, տեսություն կհանդիպենք։